Ողջույն, Կորդարար Ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ, այսօրվա մեր հյուրն է Նուբար Թաթարյան, ողջույն Նուբար ջան։ Բարև Տիգրան ջան։ Դուք Լիբանանից եք, շատ վաղուց եկել եք ստեղ, միայն դասեք երբ եք որոշել, ինչու եք որոշել հայրենադարձել։ Շատ բարի, նախ շատ շնորհակալություն Տիգրան ջան այս հրավերքի համար եւ շատ հաճելի եւ հետաքրքիր հարտակը, որ գոկտակորձվի բարձրացնել Հայաստանի հայրենիքի մասին եւ սփյուռքահայեր, որ դեպոխված են Հայաստանում։ Ես անգերց արիտ ունեցա Հայաստանը մոդիկից ճանաչելու 2004 թվականի փետրվարին, երբ որ աշխատանքային առաջարկի վրա հիմնված որոշեցի մեծ քայլ առնեմ եւ կամ Հայաստան ընդունել աշխատանքային առաջարկը։ Առաջին այցներ։ Առաջի այցն էր։ Միանգամից ընդունեցիք։ Միանգամից, այո, երբեք չէ եղել Հայաստան։ Արդեն այս ուժեղ է շատ, ողջունելի է շատ։ Շնորհակալություն։ Իսկապես, որովհետեւ անգից առաջ ուրիշ առաջարկներ ունեցած էի Աբու Դաբի, Դուբայ եւ Քուվեյթ, նույնպես հյուրանոցային ոլորտի, որը իմ մասնակցությունն է, բայց մերժերեի եւ գա իրավիճակ, որ ես դեռ շատ կապված էի Լիբանանին եւ Գարզում եմ, որ Լիբանանից դուրս կյանքը գանկնում է։ Բայց մինչև մեկ այդ առաջի քայլը չառնել չի կարա հասկանալ, որ կան շատ առիթներ եւ միանշանակ ծննդավայրը այլ ասոցիացիոն ունի էմոցիոնալ, բայց գա նույնպես հայրենիք, գա արմատներ, այո, գա արմատներ, գա ասկ, որ մենք մասը գազմենք եւ շատ ավելի անշուշտ հատկություններ եւ լավ խոսանք հիմա դրանց մասին ես շատ ողջունում եմ այդ մարտիկ որ դենց պատերազմական երկիրներից Սուրիա, Լիբանան, Իրաք կամպան որ իրենք խաղաղ վիճակում որոշել են հայրենադարձել ոչ թե այդ պատերազմային որ գտնենք մի երկիր որ գնանք ու գտնում են Հայաստանը դա էլ է ողջունելի բայց ավելի գրկնագի է մոտ մարտիկ որ խաղաղ վիճակում որոշում են այդ իրենց ծննդավայրը թողել ու ուղղությունը որոշել հայրենիք դուք այդ մարդկանցից եք որ եկել եք մի ոլորտում որ շատ պետք են սփյուռքահայերը եկեք համաձայն լինենք որ սպասարկման ոլորտը Հայաստանում չգիտեմ սովետից հետո ես եմ եկել ու տեսել եմ որ շատ խեղճ վիճակում է ու այդ սպասարկման ոլորտի առաջին քայլերը դուք արեցիք հյուրանոցի դնորեն էիք առաջին անգամ պատմեք այդ առաջին քայլերի մասին որ առաջարկը ընդունելը լավ բան է բայց քալուն տեսնել ամեն ինչը կետնի վրա լավ գեդերը հիաստապությունները կամ նաև տեսնել որ ինչքան արագ եք դուք անում այդ գործը որովհետև ցեր նման շատ քիչերը գային Միանշանակ ես 2004 թվականի մասին խոսիմ եւ այդ ժամանակ ես Լիբանան արդեն 3 հյուրանոց աշխատած էի լավագույն հյուրանոցներից անուններ չդամ որ կոված չի լինի իհարկե սկիզբը ավարտած էի մասնավոր համալսարանից Notre Dame University-ից որպես туриզմի եւ հյուրանոցային ղեկավարության bachelor դիպլոմա ունեցող ուրեմն Առաջարկ որ եղավ աշխատանքի իմ համար խորտ էր երկրից դուրս գնալ Հայաստան գալ հասկանամ ինչպես կգնամ ես հարմարվեմ եւ ինչպես կլա բիզնեսի ոլորտը եւ մթնոլորտը Միանշանակ երբ որ եկա ես 2004 թիվը որ շատ դարբեր է 2025-ից սպասարկման առումով շատ պրիմիտիվ էր Հայաստանի սպասարկման իրավիճակը եւ սկացի որ ես մեծ դեր կարող եմ ունենալ ոչ միայն հյուրանոցը որ ես պիտի ղեկավարեի եւ որ ղեկավարեցի 10 տարի բայց նույնպես որպես туриզմի ոլորտ անոր համար ես շատ ակտիվ էի հյուրանոցային բոլոր դոնորներու հետ եւ ստեղծեցինք Հայաստանի հյուրանոցներու ասոցիացիա մեծամասամբ հյուրանոցները Երևան, Դիլիջան, այո, միանշանակ բոլոր մեծ, միջին եւ նույնիսկ փոքր հյուրանոցներ կային որ մասնակցեցան որ туриզմը զարգացնեք նաեւ միասին Միանշանակ туриզմը հյուրանոցային ղեկավարության մոդեցումը հաղթահարենք
այդ իրավիճակները, որ մենք գունենանք, լինի սպասարկման առումով, լինի ղեկավարության առումով, ռեսուրսներ, կադրերը գտնելու առումով, որը չկար, շատ դժվար էր, չկա այստեղ համալսարան այն ժամանակ հիմա որոշ ինստիտուտներ կար, ինչ դժվար էր գտնելը նաև ու համոզելը, որ սենց պիտի անենք։ Շատ ճիշտ եք, այո, եւ մինչեւ հիմա կմնա միշտ հյուրանոցային ոլորտի կադրեր գտնելը, որովհետեւ հյուրանոցային ոլորտը շատ սպეციფიկ է, շատ մարդ ավելի փորձ կամ գիտելիք ունենալուց ավելի պետք է ինքը հոգեգան եւ մտածելակերպի առումով ինքը դրական մարդը լա, համբերատար լա եւ դարբեր հմտություններ ունենա։ Այդ հմտությունները կարողանա ճիշտ ձևով օգտագործել։ So ինչպես կսեն emotional intelligence-ը ինքն էլ մաս կգազմի անգեց։ Ուրեմն այդպես եղավ, եկա Հայաստան եւ սկացի որ իմ տերը կարող է կարևոր լինի, հյուրանոցում որ ես ղեկավարեցի եւ այլ հյուրանոցները որ ղեկավարեցի եւ որպես հյուրանոցային Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի եւ այլ ուրիշ ասոցիացիաներ Chamber of Commerce հայ ֆրանսական Chamber of Commerce որ հիմնադիրներից մեկը եղա եւ այլ ուրիշ sense social եւ corporate activity-ներում մեջ որ ես մաս կգազմեի։ Ճիշտ է այդ մոդեցումը որ տնտեսական ինչ գիտելիք ունիք սեղանի վրա տնեք ու փորձեք կիսվել շատ ոլորտների հետ ու այդ ամենաողջունելին է որ դրսից եկողները միշտ ինչ որ մի բան ավելացնում են երկրի տնտեսության հետ կապված կարևոր չի փողով լինի այդ կարևորը գիտելիքներով գիսվին ու դուք նախ առաջիններից եք ես գիտեմ ես մենք շոկոլադով նոր ենք սկսել առաջիններից եք որ շոկոլադը դրեցիք բարձերի վրա յուրաքանչյուր սենյակի ծեր լոգոյով Մարիոթը նաև եւ այլն առաջին քայլերը միշտ դենց մարդիկ նայում են ու իրենք սկսում են ընթորնագել որ դեսնես ամենափոքր մանրուկը ինչքան կարևոր է սպասարկման ոլորտում ու նաև դժվար է ցեր մոտ որովհետև չկար ինստիտուտ ոչ էլ հիմա լուրջ ինստիտուտ չկա մարդիկ որ ասում են ինձ ինչ ներդրում ենք Հայաստանում ասում եմ դբրոց բացեք այդ մատուցումից մինչև դնորենություն հյուրանոցի սովորացնենք մարդկանց այստեղ որը չունի այսօր նույնիսկ ռեստորանները ասում են ուր է իր աշխատում չի ասում որտեղից դիպլոմ ունես ցավոք սրդի մինչև հիմա որ այսքան շատացան հյուրանոցներն ու սրճարաններն ու ամեն ինչը հորեկան դեռ չկա դենց համալսարանի նման ինչ որ դե որ գնա մարդիկ սովորեն այս ամեն ինչը ու դա ավելի դժվար է որովհետև մոդելնում ես այդ աշխատողին ասում ես աշխատանքի եմ ընդունում քեզ ինչ գիտես ոչ մի բան չգիտի ժբիդից մինչև մատուցումը պիտի սովորացնես իրեն ու վերջը այդ վստահությունը չկա որ ինքը կմնա հետո կարող է գնա շատ դժվար ոլորտ էր ինչպես էր ծեր առաջին քայլերը ես ասում եմ 2004-ին շատ դժվար տարիներ էին այո գիսվում եմ ծեր այդ դիրանջան բավական դժվար էր որ լավ կադր գտնել եւ սովորացնել եւ մնան կադրերը ես շատ ուրախ էի որ դարբեր դեղերը որ աշխատած եմ անունները նույնպես չդամ Հայաստանում հյուրանոցների ես կարողացել եմ այդպիսի անեմ որ low employee turnover ունենանք այդ առումով որ աշխատողները կան սկսեն աշխատելու փորձ հավաքեն եւ շատ քիչերը գնան այլ ուրիշ տեղ աշխատելու մեծամասամբ մնան աշխատելու ու պարսանան արիտ ունենան մեծանալու սովորելու եւ դառնան իրենք էլ պոտենցիալ դնորեններ եւ այո ուրեմն նայեք ինչ որ ասում եք շատ ճիշտ է որ մենք ճունենք Հայաստանում դեռ սպասարկման ոլորտի լուրջ շեշտում եմ լուրջ բարի վրա ակադեմիա ինստիտուտ կամ համալսարան որտեղ կարող են սպասարկման ոլորտի հյուրանոցային գիտեք սպասարկման ոլորտը շատ հսկա է սկսում է տաքսի ծառայությունից հասնում է մինչև Palace-ի դնորենություն, այնտեղ ասում եք golf club, կազինո, ռեստորաններ, pub, cocktail bars, attraction park, you name it, catering, այս բոլորը պատկերացրեք հսկա travel agency, airline, այս բոլորը սպասարկում է։ Ես միանշանակ համոզված եմ, որ կարող է Հայաստանը դառնա դարաձաշրջանի սպասարկման
ուսումնական կենտրոն մենք հայերս ունենք մեր արյունի մեջ արագ սովորելու resilience-ի ու սիրում ենք աբացուցել, մենք շատ սիրում ենք աշխարհին շատ բաներ աբացուցել ու հաջողում ենք հիմա ինչպես կարելի անել այդ ստեղծումը ակադեմիային կամ համալսարանին ասկա մեծ հարցանշան է որ լուրջ ներդրումա մասին խոսում ենք բրենդային ակադեմիա մենք գիտենք շատ բրենդներ մանավանդ զվիցերիական ֆրանսական էսպանական եւ անշուշտ ամերիկյան անիկա անշուշտ անտրեպրեներները պիտի որոշեն բայց ես տեսնում եմ որ Հայաստանը մանավանդ այս մեծ փոփոխությունը որ եղավ սպասարկման առումով 2000 թվականից մինչև 2025-ի մա տեսնում ենք հրաշալի ռեստորաններ, հյուրանոցներ սպասարկումը շատ լավ բարելավված է հիմնադիրները եւ դնորենները հասկանում են ինչքան կարեւոր է դրսից մասնակցին հրավիրել եւ վերաբադրաստում գդարել անձնագազմին դնորեններուն նույնպես դնորեններուն ուղարկել արտասահման ոչ միայն վերաբադրաստվելու համար այլ իրենց ստանան իրենց MBA-ները եւ maybe PhD so արդեն հասնում ենք այդ entrepreneurship-ի level-ը որտեղ որոշ շեշտում եմ որոշ հյուրանոցներու դերեր եւ ղեկավարներ եւ ռեստորաններու մեծ գրուպերու ղեկավարներ հասկանում են եւ քննադատում են այդ ներդրումը որտեղ լուրջ ներդրում է ու անում են անոր համար տեսնում ենք հիմա հսկայական փոփոխություն բայց ինքը շահապերա նաև այդ բրենդերը փերել ստեղ ինստիտուտը ակադեմիան ստեղծել ու դա վճարովի անել ու մարդիկան սովորեն ճիշտ է կարող է քիչ չլինի վճարում բայց այդքան ոլորտը բացա որ հետո շատ շուտ աշխատանքի ընդունվելու շանսերը շատ են դրա համար ես զարմանում եմ թե այդ ներդրողներից որ մեկը չի մտածել որ այս ոլորտի մեջ այս ակադեմիան բացի ու սկսի դիպլոմների հարցով զբաղվել մարդկանց սովորացնել եւ քիչ չի 4-ից 5 տարի է գարձեմ չէ նայած ինչ դիպլոմայի մասին խոսում ենք, ինչ degree, եթե undergraduate չենը postgraduate program է, նայած technical է, բայց կամ management է, անիկա արդեն դարբեր պրոգրամներ կլինի։ Դե լավ, մարդ կուզի քիչը գարնի, մարդ կուզի շատը կվերցնի, ու բայց կարևոր է մեր երկրում, այլևս ամեն քայլափոխի ռեստորան է, կաֆե է եւ հյուրանոց է, այսինքն այս երկիրը պիտի ունենա այդ իր ինստիտուտը։ Իսկ Նուբար ջան, դուք եկաք, այսքան շերտերեք աշխատեցիք ծեր ոլորտի մեջ ու այլ կողքի ոլորտների մեջ, իրա նման ծեր անձնական կյանքը ինչպես էր թողել եք Լիբանանը, ընկերներ, բաներ եկաք ստեղ, ինչպես եղավ ծեր առաջ գնացքը ընկերներու, ընտանիք եւ այլն, այդ բոլորը կարևոր բաներ են նաեւ 50%-ն կյանքի։ Անշուշտ միանշանակ Դիրան ջան, նայեք ես այդպեսի անցնում եմ, որ ես չեմ բախտադեր, չեմ սեր օրինակ սերնելավը չեն սպիդագը, չեն տերինը, չեմ գանաչը, ես որտեղ գտնվում եմ կամ ինչ օգտագործում եմ, ես փորձում եմ լավը տեսնել անոր մեջ, որտեղ ցանկացած բանի մեջ գա լավը եւ գա ոչ հարմարը իմ համար, որովհետեւ ինչ որ իմ համար ոչ հարմար է, կարող ուրիշ համար հարմար լինի։ Ուրեմն երբ որ ես եկա Հայաստան ապրելու, գարցում գհիշեք, որ ծեր հետ ծեր եղբոր հետերի հետ մեկ գահանտիբեինք ծեր մոդեցումը շատ գայուն Հայաստանում ապրելու գայանալու ընտանիք ստեղծելու իսկ ես առաջի 2-3 տարիները ավելի մտածում եի կամ Հայաստան աշխատեմ սպաշտոնը սպասնելով եւ վերադառնամ Լիբանան գաբված էի թե Լիբանանի հետ անեգա չեմ ժխտում դե իհարկե բայց հետո փոխվեցա գամած ես նախ իմ արբաններու բացադրությունը պատասխանները սկսա ստանալու ծանոթացա ինչ որ ես չունեի պատասխանները չունեի ես Լիբանան ես մեծացել եմ մեծամասամբ ոչ հայկական մտնոլորտ միջավայրի մեջ լինի դբրոցը լինի համալսարանը ընկերներս եւ միշտ հարցը որ դալից են հայ կամ լիբանանցի ես ասում էի լիբանահայեմ ու բացադրություններ ինչու ոչ լիբանանցի հայ ինչու հայերեն խոսիկ այո բացադրություն ամեն անգամ նույն բացադրությունները
բայց միանշանակ ես լիբանանցի էի եւ եմ, բայց ոչ արաբ, ես հայ եմ։ So այդ դիլեման միշտ եղած է։ Այո, բայց երբ որ եկա Հայաստան, ես արդեն հասկացա իմ արմատները, իմ բապմությունը, իմ ինչպես ասեմ, ինչպես տեսում իմ աբական, ինչպես տեսում իմ հաջորդ սերունդը։ Եվ սկսա արդեն մտափոխվել եւ տեսնեմ Հայաստանը որպես իմ մշտական ապրելի դեղը, վայրը, իմ երկիրը, իմ հողը, մանավանդ որ ես գտնվում եմ այդ հողի վրա, որ բոլորը հայ են, նման են ցես։ Այո, դարբեր մարդիկ դարբեր վայրերից որ գալիս են, դարբեր մտածելակերպ կարող են անել, դա նորմալ է, ինձ ասեք որ երկրում այդպիսի չէ, ցանկացած երկիր կարդեսի վրա ծեր մատը դրեք, ընդ գա 300, 400, 500 քաղաքապար, մտածելակերպ, մոդեցում կյանքի կամ իրավիճակներ։ Անոր համար ես սկսա իմ փոքրիկ միջավայրս ստեղծելու եւ ունենալ ընկերներ, ունենալ այդպիսի մարդիկ, որ գիսում ենք նույն մոդիկ մտածելակերպեր եւ համոզվեցա, որ Հայաստանը իմ ապրելու տեղն է, նամանավանդ որ զուգահեռ Լիբանանի իրավիճակը նույն վիճակն է, ընդառաջ միշտ ամեն տարի, երկու տարի մեմը միշտ նորեն իրավիճակ կա իրավիճակ, տնտեսական անգում եւ այլն, այսինքն չէր թողում իրեն գոմը նայես, ինչպես շատ լիբանանցիներ, նույնիսկ փնիկ արաբ լիբանանցիներ այսօր 30 տարուց ավել Ամերիկայում ապրում, Կանադայում ապրում, չեն ուզում վերադառնալ, իսկ դուք կդակ նաեւ մոդիկ դեղ է Հայաստանը, դե լավ, որ կարող եք ցանկացած, չգիտեմ, շաբաթ կիրակի որոշեք գնաք տեսնեք ձեր ընկերները, այդ արավելությունը ուներ Հայաստանը ու շատերը դրա պատճառով հայրենադարձեցին, ճիշտ է քիչ ենք, բայց ցանկալի է որ ավելի շատանան այս մեր հաղորդման շնորհիվ դուք նաև այդքան ոլորտների մեջ մտաք, բայց մտաք վերջերս նաև մի ոլորտում, որ նաև ունի իր հեղափոխական քաղաքապարները ու շատ եմ սիրում ես որ Հայաստանում մարդիկ նորություն են ստեղծում որ աշխարհը մեզ նայի։ Ինչ է ձեր հաջորդ աշխատանքը եղել վերջերս դրա մասին մի կարճ պատմեք որ վերջ անցնենք ընտանիքի մասին։ Մեծ աջիկով ես ուղղակի նշեմ որ հյուրանոցային ոլորտից հետո ես դարձա արդեն freelancer եւ որպես consultant խորհրդադու այո ամերիկյան համալսարանի հետ մենք program արիտ եղավ որ Գյումրի հյուրանոցները վերաբադրաստենք եւ restructure անենք ու մի փոքրիկ խումբ էինք մասնակիցներու ու իմ համար անիկա շատ կարեւոր քայլ էր իմ մասնակիտական աշխատանքից մեջ ճիշտ է որ դեռ շատ սիմվոլիկ վարսադություններ բայց ցերկբերումը իմ համար կողոնակությունը լրիվ ուրիշը այո լրիվ փոքրիկ իմ ներդրումս ունեցա ու հասկացա որ յուրաքանչյուր մասնակից ինքը գրնա իր հայրենիքի համար եւ իր կարիերայի համար գսեմ անիկա համար մեծ փորձեր նույնպես որ փողից ավել այո միանշանակ այո ու կարողացանք 3 հյուրանոց վերաբադրաստել, restructure անել շատ այցելով դեպի Գորիս։ Անգես հետո ես այդպիսի մարդ եմ դիրան, որ կփորձեմ նորություններ, ես այդ մարդ չեմ, որ կսահմանափակվեմ դուպիգով եւ մասնակցությունով եւ կսիրեմ նոր մարտահրավերներ ընդունել։ Արիտ եղավ ինձի հրավիրվեցի աշխատանքի պլատֆորմի IT-ի iGaming-ի ոլորտի մեջ որպես վաճառքի թիմի ղեկավար ու դա շատ հետաքրքիր է ու լրիվ ուրիշ մասնակցություն է նոր ոլորտ է նախասին լրիվ tech ոլորտ է շատ մանրամասներ կան շատ իր սպეციფიկ մոդեցումներ ունի դեգուս որպես վաճառք Բայց շատ հետաքրքրականներ, դարբեր շուկաներ, դարբեր ցուցահանդեսներ, հետաքրքրականներ։ Անգեց հետո միշտ պատրաստ են ու բարը նոր ոլորտի մեջ ներգրավի արիտ եղավ, որ միանամ տոբակո, սիգարետի
ինդուստրիայի մեջ եւ այո արդեն մի տարի եղավ որ ես աշխատում եմ SPS Cigaron-ում որպես International Sales and Strategic Planning Executive միջազգային վաճառք եւ ստրատեգիական պլանավորման որպես պատասխանատու եւ նույնպես ունենք դուստր company subsidiary company որը անունը New Lines Brands Global որը մասնակցված է luxury beverage-ներ ադրատելու ու մեկ բարձրագարկ խմիչքներ շատ բարձրագարկ եւ շատ յուրահատուկ ալկոհոլային որից հիմա հբարդորեն ներկայացնում ենք ու երկու ամսից official launch-ը դիլա Մոնակոյում Royal Brand-ի Jardin d'Arménie որը ինքը ներկայացնում է նոր կատեգորիա հայկական բրենդի խմիչքների այսինքն մոդիգա ինքը կոնյակի կամ բրենդիների ինչպես է ինքը ես կասեի բրենդի կոնյակ արմանյակ qui es triangle te modige te heruye mixed te modige te heruye դա մենք պետք է տեսնենք այդ նորությունը որ աշխարհում ներկայացնում է հայաստանյան ինչ որ ընկերություն որը կարող է նաև լինի հեղափոխություն այդ աշխարհով ու անունը ինչպես է Jardin d'Arménie Jardin d'Arménie հավանաբար հայկական անունն է շատ ինչպես Papier d'Arménie է Jardin d'Arménie լինելու հույսով եմ գնգալվի վստահ եմ Ֆրանսիա եթե ընկալվեց առաջին անգամ արդեն աշխարհում մեկ շուտով գնգալվի որը դա օրենք է այդ խմիչքի աշխարհի մեջ հույսով եմ հաջողություն կգտնեք ես իսկապես ողջունում ենք նոր խաղապարներ նոր մեդոցումներ որը աշխարհով չկա ու մենք անում ենք որովհետեւ ինչու պիտի անեն աշխարհով մեկ ու մենք չանենք նույն մարտիկն են նստած սեղանի վրա նույն ուղեղներն են ու նաև ասենք շախմատի երգիր ենք ինչու պիտի չանենք միանշանակ այլ աբացույցը որ ես կարող եմ հբարդորեն ներկայացնել Cigaron-ի հսկայական հաջողությունն է բոլոր աշխարհում, որովհետև միակ սիգարետն է, որ ինքը luxury սիգարետն է, իր triple perlite hollow filter-ով, իր յուրահատուկ մշակումը տոբակոյին, անոր համար թիվ 1 սիգարետն է աշխարհում, թիվ 1 luxury սիգարետն է, որը բահանջքը մենք հիմա փորձում ենք կարողանանք մատակարարել բոլոր մեր հաջախորդներին այդքան բանջը շատ բարձր է նամանավանդ ազիական երկիրներում ու հիմա մտնում ենք նոր երկիրներ նոր duty free հսկայական կամպանիներու top 5-երից արդեն 3 կամպանիներու հետ 3 հսկայական գազམ་ագերբություններ անունները չդամ բայց արդեն բամարակիները ստորագրած ենք եւ արդեն մատակարարում ենք դա հսկա քայլ է ոչ միայն մեր գազམ་ագերբության համար այլ Հայաստանի համար, որովհետև մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ Հայաստանը կարող է luxury ոլորտում լուրջ միանշանակ շատ լուրջ ներկայացիչ լինի ու այդ անունները, որ մենք ունենք մեր մտքերում որպես luxury եւ ultra premium բրենդեր, մենք գտնվում ենք արդեն այդ կատեգորիայի մեջ։ Դե առաջնագարկը Արարատ կոնյակը արելա իր կորձը աշխարհով մեկ, բոլորը գիտեն ինչ է Արարատ կոնյակը luxury սեգմենտում, դուք էլ ավելացնում եք Հայաստանի անունը այդ կարդեսի վրա, Աբրեք շատ կարևոր կորձա ու ամենակարևորը է ամեն ինչի մեջ, որ ես առաջ գնաց գցես աշխատադեղեր ստեղծելու, միգուցե աշխատադեղերի մեջ նայեմ լինեն սփյուռքահայեր, որոնք հայրենադարձ են, հենց այդ պատճառով որ աշխատեն այս ընկերությունների մոտ։ Նուբար ջան, ծեր ընտանեկան գարքավիճակը փոխվեց այս 20 տարվա մեջ գալուց հետո։ Միանշանակ Իրան, ես երբ որ եկա ամուսնացած չէի, բայց իմ ընդրած գանքի ընկերը գար եւ երբ որ եկա Հայաստան ես հասկացա որ որոշ ժամանակ հետո ինչպես բացատրում է որ Հայաստանում աբակաս տեսնում եմ Հայաստանում բիդի ընտանիքս ստեղծեմ իմ հայ ընտանիքը ստեղծեմ ու քաղաքապարը գիսվեցի իմ գանքի ընկերոջ հետ եւ ինքը Լիբանանում էր այո այցելեց ցեզ այո Նատալին եկավ մի քանի անգամ այցելեց երկիրը տեսավ շատ հավանեց շատ ապահով զգաց ու հասկացավ որ այդպես չէ ինչպես որ դժբախտաբար բացատրում էին շատ սփյուռքահայեր կներկայացնեն դա էլ մեկ հատ ուրիշ ֆենոմեն է որ
գմնա գտողեմ հոկեբաններուն որ անեգա բացադրեն ուղղակի բացադրեն այո ուրեմն հասկացանք որ մենք կարող ենք Հայաստանում սկսել մեր ընտանիքը մեր հայկական ընտանիքը ուրեմն 2 տարի հետո որ աշխատեցա վերադարձա Լիբանան նշանվեցա Նատալին հետ ու որոշեցինք որ Հայաստանում ենք անելու մեր հարսանիքը 070707-ին 777 եւ արիտ լինելու է որ շատ մեր ասեմ մեծամասամբ մեր ընտանիքի անդամներուն որ գտնվում են Լիբանան, Սիրիա, Լոնդոն, Մոնտրեալ, Փարիզ, Լիոն ներողություն Ամերիկա հաստատ Ամերիկայից չկարողացան գալ, բայց այս երկիներ Դուբայից ներողություն կապացուցեցիք որ ստեղ կարելի է ինչ-որ մի բան սկսել միանշանակ արիտ եղավ որ իրենք գոնե առաջին անգամ կան Հայաստան Երևակա դիրան չէին եկածեր Հայաստան սկսել իմ զնողքես ուրեմն դեսանք որ արիտ է մեր հարսանիքը ենք Երևանում եւ ոչ թե Բեյրութում ու այդպես էլ եղավ ուրեմն սկսանք մեր ընտանիքը ու մի քանի տարի հետո ծնվավ Կարլը մեր դղան ու հաջախագե հայկական դբրոց Հայաստան այո շատ կոհենք շատ լավ արդյունքներ ունի եւ արդեն իր աբական մենք գնենք ինչ որ մեզանից կհասնի անգից հետո արդեն որոշում իր մեկ բայց ցանել եք այս երկրում ինքը պիտի տեսնի այս երկրի ինչ որ գա իր ընկերները իր ամեն ինչը դա նաեւ հայրենադարձության առավելությունները եւ որ քո երեխան չգիտեմ հերո ամերիկաներում գողքը բոլորին ընկերները օդարներ չես կարող հետո բարդատրել որ հայկական միջավայր մտնի որովհետեւ դժվար է երեխայի համար բայց եթե ստեղ ես ու կարողանում ես այդ միջավայրը ստեղծել ինքը թե գսիրի ստեղ մնալ թե գսիրի ստեղ հետո ավելացնել բաբայի երազին կամ մամայի երազին ու առաջ գնալ ու երկիրը զարգացնել սա է մեր բոլորի նպատակը ասված բայից էր ընտանիքը շատ շնորհակալություն ձեր ընտանիքին Կարլին Նատալին հույսով եմ հաջորդ հանդիպումներուն ավելի մեծ նվաճումներու մասին կխոսանք հույսով ծեր նմանները պետք է շատանան հույսով եմ կլսեն օրինակ գավերցնեն ցեզանից ու գհայրենադարձեն շնորհակալ եմ շատ մեծ աճիկով դիրան ստե մի բան ավելացեմ որ ես ընդհանրապես գխոսեմ իմ փորձը իհարկե հայրենադարձությունը ինքը կարմեն է որ շատ ինդիվիդուալ է շատ սուբյեկտիվ է յուրական շատեր կան որ հայեր եկան փորձեցին վերադառնալ կամ դեղափոխվեն Հայաստան բայց եթե չի հաջողվեն անիգա հասկանալի է դարբեր մարդ ունի դարբեր մոդեցում դարբեր իրավիճակ դարբեր պայմաններ ունի բայց գուզեմ ասել որ արիտները աշխատանքի ապրելու գայունության անգախ ամեն ինչն որ մենք կանցնենք կոր ես ալ դղազավակ ունիմ ընտանիք ունիմ որ Հայաստան գաբրինք շատ հնարավորություն ունեմ ինչպես որ դուք ունեք ես գիտեմ արդասաման ապրելու համար ոչ մեկ երկիր կարդեսին վրա մատս կտրեմ գնամ դեղափոխվել բայց ես գտեսնեմ մանավանդ ընտանիքի համար երեխաներու համար Հայաստանը մեր երկիրը լավագույն տեղը ապրելու համար մենք ժողովուրդ ենք որ 5000 տարի կոյադևեր ենք շատ ավելի դժվար պայմաններով կոյադևեր ենք ու կոյադևենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները ես կտեսնեմ որ գերտանք ավելի ոչ բղդոր ավելի գայուն իրավիճակ փուլերը շատ դժվար են շատ ցավալի են կանցնենք կոր բոլորս բայց ես կտեսնեմ որ հերանեկարը լավ գլա եւ անոր համար ես ինչ որ գադարվի երկրի մեջ կամ ռեգիոնի մեջ գպորցեմ հերու մնալ բոլոր ստրեսային եւ մանիպուլյացիոն իրավիճակներեն հավատալով իմ երկրին գհավատամ իմ ժողովրդին գհավատամ որ մենք ունենք այդ հասունությունը արդեն որ մենք հավատանք մեր երկրին եւ ոչ թե անձերու հավատանք մեր ընտանիքներուն եւ աբակային եւ ոչ թե անուններու ու սպառվենք մեր առօրյայով մեր կորձերով
ու թողենք յուրաքանչյուր մասնակետ ներառյալ քաղաքական վարիչները կատարեն իրենց աշխատանքները շատ ճիշտ մոդեցում է կարևորը քաղաքականները լինեն հավասարակշռված ու ճիշտ մասնակիցներ ես էլ եմ կարծում որ շուտով կունենանք այդ երկիրը որ մենք միշտ գայուն երկիրը որ ցանկանում ենք ու դրանից հետո կսկսին շատ մարդիկ գալու բայց այս դժվար թունելների մեջ մենք ենք անցնում Էդել գլինի մեր համար փորձառություն, թե մեր երեխեքին համար որ իմանան, որ 5000 տարի եղել ենք, հիմա էլ կմնանք։ Շնորհակալ եմ Նուբարջանես, շատ լավ ու հավասարակշռված ավարտի համար ու շնորհակալություն։ Մեծաճյուղ հաջողություն ցեզ։ Ես շնորհակալություն Դիրան ջան, ցեզի հաջողություն կմաղթեմ եւ միան կմաղթեմ բոլոր հայ ժողովրդին դրական էներգիա եւ ապակային նայել հաղթահարելու որպես դժվարություններ, որպես հայ, որպես կոյադևող գեներ ունեցող մենք որպես հայեր ու չի թուլանանք, չի գոդրվենք ոչ մի դժվարություններու առջև մենք հայ ենք, ուսի ենք, ճիշտ է որ կարող է դարբերը լանք մեկը մյուսից, բայց վերջ-վերջո մենք հայ ենք եւ մեզ կմիացնեն մեկ հող, մեկ մշակույթ, մեկ լեզու Շնորհակալություն։ Գանք պիտի լինենք ու շատանանք։ Միանշանակ։ Շնորհակալություն ցեզ։